խորհուրդ ունի ձեզ համար Սուրբ Զատիկը։ Ուրախ տոն, հատկապես երեխաների համար, մենք էլ ենք փոքրանում այդ օրը, հիշում մանկություն, լավ բաներ։ Ես չեմ կարող հուսալ։ Մաքրության Աստծուն ավելի նվիրվելու տոնը։ Սուրբ Զատիկը ինքը վերստին ծնունդն է։ Հին մարդուց անցումը նոր մարդու, հենց Քրիստոսը խաչելությունը դա էր, զատվել։ Ծանրություն որ արի են։ Էդ է։ Հիսուսի ծնավ հայտնեցա մեզ ձեզ մեծ ավետիս։ Ես գիտեմ որ դա տոն է, ընդունված եկեղեցական, դաբրայում, ես լավ եմ տոն տրամադրված։ Չգիտեմ։ Շատ մեծ խորհուրդ։ Ես չեմ կարող ճիշտ հայերեն պատասխան տամ։ Կլինի ես չխոսեմ։ Հայկական ինչ-որ սենց վանած իսակատարությունա, որ շատ եմ սիրում, որտեվ դա իսկական զատիկ է։ Զատիկը իսկական հայկական է, էդ եմ շատ սիրում։ Թե չի հիմա նոր ինչ-որ սենց բաներ են, որոնց չեմ ընդունում, բայց զատիկը շատ եմ սիրում։ Սուրբ Զատիկը որպես սրբություն Հիսուսի Սուրբ Զատիկն են կոչում։ Մենք մեզ շատ լավ ենք զգում, սեղանների բոլոր տեսականներ գցում, նշում, գինիով, կանաչեղենով, ծգնով, չամիջով փլավով, նշում ենք և հաջորդ օր այցելում գերեզմաներ։ Ինչ խորհուրդ ունի ձեզ համար Սուրբ Զատիկը։ Դե Քրիստոսի հարության տոնն է։ Խորհուրդը դա է, որ շատ կարևոր է մեր ժողովրդի, մեր ազգի, մեր հավատի համար։ Առաջին հերթին դա օգնում է մեզ հավատալու գոյությանը, որ հիմա շատ չի ասի քչեր, նախկինի համեմատ ավելի շատացել են հավատողները, ովքեր հավատում են Աստծո գոյությանը, Քրիստոսի գոյությանը, բայց դա պետք է օգնի մեզ ճիշտ ապրելու։ Քրիստոսը եւ իր հայրը, այսպես ասած, նրանք միշտ նշում են ապրեք ճիշտ, ապրեք մեր խորհուրդով, այսինքն մենք եթե ապրենք իրենց խորհուրդով, իրենց տված պատգամներով, շատ ճիշտ կլինի բոլորի համար, ամբողջ ազգի համար, ժողովրդի համար։ Ես այդքան բան կարող եմ ասել եւ այս զատիկը ինձ համար, կոնկրետ իմ ընտանիքի համար ամենալավագույն տոներից մեկն է։ Ես կորցրել եմ որդուս, կորցրել եմ հարսիս, բայց մինչև այսօր այդ տոնը, ինչպես իրենց կենթանության ժամանակ, նմանապես հիմա մեր ընտանիքում համարվում է ամենալավագույն տոնը։ Եվ ես կցանկանայի, մաղթում եմ ամբողջ ժողովրդին, կցանկանայի, որ բոլորը սիրով եւ հավատով նշեն այդ տոնը։ Սուրբ Զատիկը Քրիստոսի համբարձման օրն է։ Ժողովուրդը մի բան է, որ հավատում է, այս սրիկա ղեկավարության հավատալ չի լինի, միակ բանն է մնացել, որ հավատալ Աստծուն և հույսը կապել նրա հետ։ Թե չէ ես դավաճան էլ լրիվ փողի համար պատրաստ են ամեն ինչ ուրանալ։ Քրիստոնեություն, ես իմ էլ ինչ կապ մեր ազգային պատմություն, այնքան որ աթոռը պահեն, հետո մնացածը ինչ կլնի։ Ժողովուրդներ հավատում է և հույսը կապում է Աստծո հետ, այս սրիկաների հետ կրկնում եմ կապել, ոչ մի բան չի կարելի կապել։ Ինչ վերաբերում է, ասենք թե մեր լիդերները ինչի չեն լինում, ինչի 110 կուսակցություն ունենք, որը ֆինանսավորում է ամբողջ Եվրոպան և Միացյալ Նահանգները, ոնց ասեն հենց էլ շարժվում է։ Նրանք էլ նույնպես իրենց աթոռների համար են, որովհետև ոչ մի միացում չկա։ Ասում են եկեք միանանք, չէ, ասում է թող նրանք ան միանան, սրիկա ազգ կործանվում է նրանք սրանք որն են։ Գոնե դուք միացեք, էլի քաղաքվեք, մի բոր գդառնանք և բավականին քանակությամբ այս սրիկային գվռնդենք, չկա այդպեսի բան։ Հույսը դրել են կուսակցության վրա, դրանք էլ դուրս եկան էգոիստներ, աթոռի կռիվ անողներ։
Ինչ էլ ասեմ, աղջիկ ջան։ Ասում ենք, այտենց մեջը բան չկա ոչ։ Փաթորը Քրիստոսի խաչելության օրն է։ Խաչեցին, խաչից իջացրեցին ուրբաթը, վաղը շաբաթը։ Իսկ եվրեները, եբրայեցիները ոչ մի հատ բան գործ մինչև անգամ իրաց տան լույսն էլ չեն վառում, մինչև հիմա այդ եբրայեցիների բանն է։ Դնում են նույն օրը թաղում են, երեք չեմիսօր մի հատ լավ հոդված կար, որ կանաչների մեջ ուսումնասիրել են, տեսել են, որ այդ եկեղեցին Քրիստոսի թաղման տեղը կառուցված է, այդտեղ եղել է այն ժամանակ, այնտեղի պեղումների ժամանակ արել են, հայտնագործել են, որ կա իրականություն, կա այդ բանը ծաղիկները, խոտը, բանը հուշերը կան։ Քրիստոսի խաչելությունից հետո, թաղումից հետո երկրորդ օրը Մարիամ Աստվածածինը մայրը եւ բանը գալիս են, տեսնում են գերեզմանություն չկա։ Այդ մեր հայկական եկեղեցին որ կա, Քրիստոսի թաղման տեղն հայկական եկեղեցին է։ Դա բան չկա։ Պետրոսը եթում են, ասում են, Պետրոսն եթում են, ասում են, ինչու է Քրիստոսը հանդիպում է, բան են գալիս, ասում են, ինչու եք ինձ մեռելների մեջ մաղում, կենցանների մեջ, արդեն հարություն առել։ Նույն բանը Մուհամեդը, որ բանան սպանում էր Մուհամեդին, մուսուլմանական կրոնի բան, երբ որ ինքը բարձանում է երկինք, ասում այնտեղ ես տեսա Իսային, որ Քրիստոսի բանը Աստծո աջ կողքն էր նստած։ Ուրեմն մուսուլմաններն էլ ճանաչում են մեր Առաքել Բաբախանյանը շատ լավ է գրում, նկարագրում է Լեոն, այդպես ասեմ, որ բան Լեոն շատ լավ նկարագրում է այդ բանը։ Դե Մուհամեդին 632 թվին կացնա հարել են, կացնով գլխին են խփել անում, բայց հետո հարությունը առել ինքն էլ օրիքել է երկնքից, նրանք էլ են ասում, Մուհամեդին են ասում Աստծո որդի, Քրիստոսին են ասում Աստծո որդի։ Մի հատ բանի կարդինալ 14-րդ դարում բանագրում այդ Քրիստոսի բանում Քրիստոսին ինչի համար են ասում մարդու որդի, աղավնու որդի, Աստծո որդի եւ բանը, իր բանն էլ սկզբան է։ Վաղը առաքելական Սուրբ եկեղեցին նշելու է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը։ Օրագիր նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք, ինչ խորհուրդ ունի ձեզ համար Սուրբ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը։